Զրուցում ենք արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, ստացվում է հետևյալը, որ այսօրվա իշխանությունը մեզ խաղաղության օրակարգ քարոզելով ասում է, որ հանձնելուն սուսուփուս այլընտրանք չկա։ Պետք է հանձնենք Ադրբեջանի ուզածը տանք, որ խաղաղություն լինի, սահմանին կրակոցներ չլինեն։ Կխնդրեմ ասեք, իսկապես մենք այսօր այն կետին ենք հասել, որ այլ անելու բան չունենք, այլ ընտրանք, այսպես ասած, չունենք եւ իրոք եթե ուզում ենք գոյատևել, ուրեմն պետք է սուսուփուս հանձնվենք։ Դե իմաստը սկզբանե սրանց խաղաղության օրակարգը դա հայտարարություն է եւ մինչեւ այսօր արդեն 2-3 տարի մուրում է խաղաղություն Ալիևից։ Իսկ Ալիևը Շանհայի միջոցառման ժամանակ դեաժողովի նաև ՄԱԿ-ի խորհրդաժողովում նորից կրկնում էր միջանցք ձևակերպումը, ոսկի տակ տալով խաղաղության ձևակերպում, որ մուրում է Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղություն Նիկոլ Փաշինյանի պայմաններում բացառված է։ Խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի կհասնի այն դեպքում, երբ Հայաստանի կեսը եւ ավելի կհանձնի Թուրքիան։ Նա ասում է կրակոց չկա, բայց հիմա Ալիևը ինչի պետք է փամփուշտ կամ զինվորի կյանք վտանգի հետարկի փամփուշտ ծախսի, եթե Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ հանձնում է։ Ամբողջությամբ ինչ անհրաժեշտ է։ Մենք վաղուց մոռացանք Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետր մայրուղու։ 21 կիլոմետր մայրուղին է, բայցից հարակից տարածքներով շուրջ 400 քառակուսի կիլոմետր տարածք։ ՄԱԿ-ի վերահսկողում խոսում է Ալիևի կողմից օկուպացիայի մասին բառ չի ասում։ Իսկ Ալիևը անընդհատ ՄԱԿ-ի ամբիոնից 16 րոպե ելույթի ընթացքում 11 անգամ մեզ օկուպանտ է համարում։ Մեր հարցի ես հիմա կանդրադառնամ, բայց տեսեք ինչ է կատարվում։ Գերիների մասին մեր Արցախի ռազմաքաղաքական, որ գերի վարված են, մեկ բառ չի խոսում։ Ձևակերպում է տալիս անազատության մեջ գտնվող անձիկ։ Այս տահակ հայը Թուրքիայի ո՞ս կարող է անազատության մեջ լինել, դա կարող է միայն գերի կարգավիճակում լինել։ Սա է խնդիրը։ Եվ հիմա տեսեք, այս պայմաններում աշխարհից աշխարհ ընկած մետամեսներից մուրում է խաղաղություն։ Գիտեք, սա այն ողորմելի սուբյեկտիվ տպավորություն է թողում, շանցեց կերածը, գնում նորից է ծեծողին, խնդրում է, որ մի հատ էլ ապտակի, մի հատ էլ իզի թողվեցրու, նորից զոհեր ես կտամ, միայն թե իշխանության մնամ։ Աջակցեք, որ ես եկող տարվա հունիսի 7-ին ընտրություններում հաղթեմ։ Այս է սրա նպատակը։ Պարոն Պետրոսյան, ստացվում է, որ այս իշխանության վրա հիմա հույս դնել պետք չէ, որովհետև ինքը իր քաղաքականությունը այսպես շատ հստակ քայլերով առաջ է տանում, չնայած որ դա ընդհանրապես ի նպաստ մեզ չէ։ Պետք է լինի իշխանության հեռացում։ Այսօր իմպիչմենտի գործընթաց է սկսվել, նու առաջարկ կա։ Ինչ եք կարծում, մենք իսկապես կարող ենք մինչև ընտրությունները այս անվստահության գործընթացով ինչ-որ բանի հասնել, թե այնուամենայնիվ պետք է ընտրությունների սպասել։ Ես ցավում եմ, որ արդեն ամբողջ գործընթացը գնում է դեպի ընտրության։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ նման ստահակների օրինական ճանապարհով, անօրինական ճանապարհով եկած իշխանությունը պետք է հենց իրենց մեթոդներով վռնդել իշխանությունին։ Բայց ցավոք այսօր այդ ժողովրդական համախմբումը մենք չունենք։ Իմպիչմենտի գաղափարը ի սկզբանե ես չեմ ուզում քննադատաբար խոսք ասել, պատիվ ունեմ Խմբակցությանին գործընկերներին, բայց ես ինքս իմ փորձով եւ ուսումնասիրությունով կանխատեսում եմ, որ նույնիսկ 36 ձայն օրակարգ բացելու համար այդ ձայները չեն ունենալու։ Իրենք չնայած ասում են, որ իմպիչմենտի գործընթացը կսկսեն, եթե ունենան 54 եւ ավել պատգամավորի ձայն, այսինքն գրեթե 20 ԿՊԱ-ական պատգամավորի ձայն է պետք։ ԿՊԱ-ական ուսապարկերը այսօր Նիկոլի բռի մեջ են, գերբանում են։ Յուրաքանչյուրի վերաբերյալ Նիկոլը մեծ բացակ ու թղթապանակներ ունի, կոմպրոմատ բառը ձևակերպեմ։ Նրանք նստած սուսուփուս կատարում են Նիկոլի հրամանը եւ վախենում են նույնիսկ կես բառ արտահայտել ընդդեմ Նիկոլի։ Եվ որ մնաց նրանք տեքսեն դեպի իմպիչմենտի գաղափար, ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ճանապարհով եք ասել։ Ցավը նրանում է, որ այսօր ընդդիմադիր դաշտը շատ տպարակված։ Շատ դեպքերում ընդդիմությունը ավելի շատ իրար են ատում, քան Նիկոլ Փաշինյան կոչվածին։ Սա հենց ամենամեծ խնդիրն է մեր, որ չեն կարողանում միավորվել։ Ամեն մեկը իր տեղից վեր է կենում եւ իր վարչապետ է ուզում պատկերացնի։ Այս
ազգակործման պատուհասի այդ հայտարարությունն էր, որ 3 միլիոն վարչապետ կա Հայաստանում։ Եվ կարծես թե յուրաքանչյուր իրը վարչապետ է կացում։ Սա արդեն մեծամտական մոտեցում է հայի կողմից։ Հայի կողմից էգոիզմը երբեմն ավելի առաջնային է, քան հայրենիքի պետությունը։ Ցավում եմ, բայց դա այդպես եմ նկատում։ Պարոն Պետրոսյան, եւ այսպես ամփոփելով, ինչու է այդպես ստացվում, ինչու է, չնայած բավականին ԿՊԱ-ականներ էլ կան, որ իրենց շարքերից են դուրս գալիս, բայց այնուամենայնիվ էլի ինչ որ մի զանգվածի Նիկոլ Փաշինյանը կարողանում է, այսպես ասած, համախմբված պահել։ Ընդդիմադիր դաշտում դա չի ստացվում։ Ինչու չի ստացվում։ Հիմա պատկերացրեք գործնականում իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Իշխանության լծակները ամբողջությամբ դրա կողմից օգտագործվում են։ Օպերատիվ հետախուզական գործունեությունը, իրավապահ մարմինները ամբողջությամբ իր ձեռքի մեջ են։ Այսինքն այդ դեպքում մուտքը, որ ինքը դիտում էր ընդդիմադիրների, կիրառում է ոչ միայն ընդդիմադիրների, այլև իր ԿՊԱ-ականների հետ։ Նրանց մեջ միասնություն չկա, նրանց մեջ միասնությունը վախի զգացումն է եւ լափելու մղումները։ Այդ երկու ինստինկտը, անասնական ինստինկտը, նրանց մեջ մնացել է։ Դա է իրենց պահում, բայց ոչ միասնություն, այդ վախը։ Ընդդիմադիր դաշտում կարծես թե չեն միավորվում զուտ այն սկզբունքներով, թե ով բերեց Նիկոլին, խի բերեց, ինչի համար բերեց, Քավլից, համարենք Նիկոլը չկա։ Իրոք մեր համար գոյություն չունի այդ անձը։ Պետք է դիտել մի բան, հրատապար, ընդդիմադիր դաշտում։ Կարողանալ միավորվել, սա ամենակարևոր խնդիրն է։ Հիմա տեսեք ընտրությունները իրականացվելու էջմիածնում։ Ես համոզված եմ, որ էջմիածնում սա ջարդախիչ պարտություն է կրելու։ Եթե Նիկոլ Փաշինյան արարածը հասկանար եւ իմանար կամ կանխատեսեր, որ Դիանա սուբյեկտը, որը թաղապետ էր, քաղաքապետ էր Վաղարշապատում, այսպիսի քրեիրավական դաշտով կհեռացվեր, նա եկեղեցունակապամբ այս պահին նման ստոր վարկագիծ չէր դրսևորի, չէր հարձակվի եկեղեցու վրա։ Իսկ Էջմիածնի Վաղարշապատի բնակիչների համար եկեղեցին իրենց կյանքի արժանապատվության հետ կապված կոնկրետ օղակ է։ Հետևաբար ինքը նման քայլի չէր գնա։ Այս է խնդիրը, միասնություն չկա ու ցավը դրանում է հենց։ Ես ինքս որպես հասարակական շատ գործիչների հետ շփում ունեցող, որպես Պայեստազովի սպաների շարժման համահիմնադիր, բազմաթիվ հանդիպումներում ես դա եմ ասել, տղերք, եկեք չդառնանք ընդդիմություն։ Ցավոք դեռևս արդյունքի չենք հասնում։ Բայց սա վերջակետը կլինի, ասված մի առաստ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը 26 թվականին վերարտադրվեց, դա իրապես արդեն Հայաստանի ոչ թե վերջի սկիզբը վաղուց սկսել է, արդեն վերջը կլինի։ Մեր պետականությունը լիարժեք կկորցնենք։